ոչ մի ռազմաօդային ռմբակոծություն, համենայն դեպս առաջին աշխարհամարտից հետո, եթե դա չի ուղեկցվում ցամաքային օպերացիայով, ի վիճակի չէ ծնկել որևէ ռեժիմի, առավել ևս փոխել նրա քաղաքականությունը, ասենք 180 աստիճանով փոխել այդ քաղաքականությունը այնպես, որ դա հարմարվի ագրեսորի ցանկությունների հետ։ Կրկնում եմ, առաջին համաշխարհային պատերազմից հետո ես չգիտեմ ռազմաօդային ոչ մի օպերացիա, որը չի ուղեկցվել ցամաքային օպերացիայով եւ կարողացել է փոխել որևէ երկրի քաղաքականություն այնպես, որ դա ամբողջովին հարմարեցվի ագրեսորի ճաշակին։ Իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանում միայն ռազմաօդային գործողություններ են դերևս իրականացնում, ավելին Վաշինգտոնից հնչում են հայտարարություններ, որ Միացյալ Նահանգները ցամաքային գործողության պատրաստ չէ կամ նման պլաններ չկան։ Երկրորդ, Թրամփի եւ Նեթանյահուի այն հաշվարկը, թե իբր այս հարվածները Իրանի հոգևոր առաջնորդի մահը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահը կարող է ժողովրդին Իրանի փողոց դուրս հանել եւ իշխանություն փոխել, ես չեմ կարծում, որ շատ սառը հաշվարկների հիման վրա է արված։ Այո, այս իրադարձություններից առաջ եւ ընդհանրապես վերջին տասնամյակի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին շաբաթներին հատկապես եղել են հուզումներ։ Այդ հուզումները եւ սոցիալական բաղադրիչ են ունեցել, եւ քաղաքական բաղադրիչ են ունեցել։ Այնպես չի, որ հարևան բարեկամ երկրի ղեկավարության քաղաքականությունը ամբողջովին բավարարել է այդ երկրի հասարակության ցանկությունները։ Մյուս կողմից բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ ագրեսիվ հարվածները, արտաքին հարվածները վերացնելու են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական հոգևոր վերնախավի եւ հասարակության լայն զանգվածների միջև եղած խզումը։